Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին, նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Ստեփան Գրիգորյանի YouTube-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ Նարեկ։ Պարոն Գրիգորյան, կառավարությունը հրապարակեց հնգամյա ծրագիրը եւ արտաքին քաղաքականության բաժնում հետաքրքիր ձևակերպումներ կան, օրինակ Ռուսաստանը ներկայացված չէ ռազմավարական դաշնակից, նշված է, որ պետք է վերաիմաստավորել, վերափոխել Ռուսաստանի հետ համագործակցությունը, այնինչ 21-26 թվականներին կառավարությունը Ռուսաստանին ներկայացնում էր ռազմավարական գործընկեր, անվտանգության ոլորտում կարևոր գործընկեր, այս փոփոխությունը ինչով է պայմանավորված։ Նախ ուզում եմ ասել, որ պարզ է այդ ծրագիրը պետք է ուշադիր կարդալ, ուսումնասիրել, ուղղակի առանձին հատվածներ տպված էին, ես էլ տեսա, նայեցի, ինձ հակառակը շատ զարմացրեց, որ այս տարվա կառավարության ծրագիրը, ես չեմ խոսում 5 տարվա ծրագիրը, այնտեղ թվարկած էին այն պետությունները, ում հետ պետք է խորացվեն հարաբերությունները, նաև այդ թվում ռազմավարական մակարդակով, Ռուսաստանը ցանկում կար, ինձ շատ զարմացրեց, այնտեղ պարզ է Միացյալ Նահանգներն էին, Վրաստանը, Իրանը, Եվրոմիությունը, ԵԱՏՄ-ն, բալանսավորող քաղաքականություն են վարում իշխանությունները, դա է պատճառը, որ կար եւ Եվրոմիություն եւ ԵԱՏՄ, բայց ինձ շատ զարմացրեց, որ կար Ռուսաստան։ Հիմա դու ինձ ուրախացրեցիր, որ 5-ամյա ծրագրում Ռուսաստանը որպես ռազմավարական պարտներ չկա, այո, դա շատ ճիշտ է, Ռուսաստանը չի կարող լինել ռազմավարական պարտներ, հասարակ պատճառներով, Ռուսաստանը կոշտ քաղաքականություն է վարում մեր պետականության դեմ, հիշում եք Լեռնային Ղարաբաղի հարցը ոնց լուծվեց, հիշում եք հույսով եմ, որ այսօր Ռուսաստանի շուկան, ԵԱՏՄ-ի շուկան փակված է Հայաստանի առջև, իմիջիայլոց դա անօրինական քայլեր են, բարի բունի իմաստով անօրինական, հակասող ԵԱՏՄ-ի խաղի կանոնների, ուրեմն ինչ ռազմավարական պարտներ։ Ուրիշ բան է, հա պետք է փորձել կառուցել ինչ որ հարաբերություններ Ռուսաստանի հետ, ես ձեզ հետ համաձայն եմ ու այն կարդացածը, որ դուք մեջ բերեցիք, դրա հետ համաձայն եմ, որ փորձ պետք է արվի նոր իրավիճակում կառուցել Ռուսաստանի հետ հարաբերություններ, բայց համաձայն եմ, որ Ռուսաստանը չի կարող լինել մեր ռազմավարական պարտներ այս ժամանակահատվածում ու իրոք թշնամական քաղաքականություն մեր դեմ տանում է, վարում է, նայեք հասարակ բան, ուրիշ բան հիմա ես շատ չեմ ծավալվի։ Ադրբեջանը աշխատում է, աջակցում է Ուկրաինային վաղուց է։ Ադրբեջանը միշտ բոլոր հարթակներում աշխարհի, նաև այդ թվում ՄԱԿ-ի քվեարկել է իօքուտ Ուկրաինայի ռեզոլյուցիայի դիմաց Ռուսաստանի։ Բայց դուք լսել եք, որ Ռուսաստանը համարձակվի մի բառ ասի Բաքվի դեմ։ Այս վերջի ժամանակվա այցելությունները Բայրամովի Ուկրաինա, հայտարարությունները Ալիևի, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չպետք է համաձայնվի ինչ-որ կոմպրոմիսի, պետք է միջև վերջ տարածքային ամբողջականության սկզբունքը ներառյալ Ղրիմը լուծի, ինչ եմ ուզում ասել, դա դաժան Ռուսաստանի դեմ քայլեր են։ Դուք լսել եք մեծ հաշվով, որ Ռուսաստանը քննադատի։ Հիմա Զելենսկին մի անգամ Հայաստան եկավ մայիսի 4-ին, այն գագաթնաժողովին եվրոպական քաղաքական համայնքի, ինչ որ մի երկու խոսք ասեց, առանձնապես դրա մեջ մի սուպեր ինչ որ բան չի եղել, մինչև հիմա մեզ հիշեցնում են, նաև այդ պատճառով մեր առջև փակեցին շուկա։ Ուրեմն նույնիսկ համեմատելով ռուս-ադրբեջանական, ռուս-հայկական հարաբերությունները ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կարող դիտվել որպես ռազմավարական գործընկեր Հայաստանի համար։ Սա ենթադրում է օրինակ հայ-ռուսական բարեկամական պայմանագրի խզմանը միտված քայլերի անհրաժեշտություն, թե ոչ։ Ես կասեմ այդպես, այդ հայ-ռուսական
բարեկամության այդ ռազմավարական պայմանագիրը ստորագրված 1997 թվականին ուղղակի չի աշխատում։ Հիմա կարելի է չեղյալ համարել, դա կոչվում է դենոնսացիա, քանի որ դա ստորագրվել է պարլամենտներով, ազգային ժողովով եւ Ռուսաստանի դումայով վավերացվել է, կարելի է, բայց անիմաստ է, չաշխատող դոկումենտ է։ Ավելի վտանգավոր է դրա ճյուղավորումները, վտանգավոր են, քանի որ այդ մեծ պայմանագրից հետևանքներ էին, չէ՞, շատ ու շատ ոլորտներում ստորագրված էին շատ կոնկրետ պայմանագրեր, որոնք աշխատում են մեր դեմ այսօր։ Ու դասական օրինակը այն կոնցեսիան, որը ունի Ռուսաստանը մեր երկաթգծերի վրա։ Դա հետևանք է մեր նախկին ստրատեգիկ համագործակցությանը, չէ՞, Ռուսաստանը հետ կանգնեց այդ ստրատեգիկ համագործակցությանը, բայց այն թևերը ճյուղավորումները մինչև այսօր մնացին ու չեն տալիս զարգանալ։ Իմիջիայլոց Նիկոլ Փաշինյանը վարչապետը այսօր անդրադարձավ այդ թեմային իր բրիֆինգում, չէ՞։ Նաև դուք տվեցիք Նարեկ ջան շատ լավ հարցեր ու ինքը անդրադարձավ այդ հարցին, որ մենք պետք է ինչ-որ հարցեր լուծենք, քանի որ մեզ համար շատ անհրաժեշտ է վերականգնել հատվածներ, հիշում ես, չէ՞, երկաթգծի կապված Թուրքիայի հետ, Ադրբեջանի երկաթգծերի հետ, ինչ եմ ուզում ասել, այս հետևանքները են մեծ պայմանագրի, առանձին պայմանագրեր ոլորտային, իրանք ուղղակի խեղդում են մեզ, չեն տալիս, որ զարգանա Հայաստանը։ Ռուսաստանը չի ուզում ինքը վերականգնել այդ հատվածները, ինչ էլ ասում են, մի քավատա չեն ուզում, բայց ամենագլխավորը իրանք չեն ուզում քաղաքական պատճառներով, ոչ թե այնտեղ ֆինանսական հարցի խնդիր է, տեսակ Նիկոլ Փաշինյանը ասեց, մենք պատրաստ ենք ֆինանսավորել այդ ծրագրերը, երկաթգծերը այդ հատվածները վերականգնել մեր բյուջեից, բայց Ռուսաստանը սկզբունքորեն դեմ է, որ մենք ապաշրջափակվենք։ Սա ինչ իրավիճակ կփոխի հայ-ռուսական այս հարաբերություններում, պարոն Գրիգորյան, երբ Հայաստանի համար ռազմավարական գործընկեր չէ այլևս Ռուսաստանը։ Ну մենք մեր կաշվի վրա տեսնում ենք, չէ՞։ Մեր կաշվի վրա մենք տեսանք, որ այդ process-ը Ռուսաստանի կողմից է գալիս, սկսվեց մոտավորապես 2015-16 թվականներից, այն աղազանգը 4 օրյա պատերազմ էր, երբ որ Ռուսաստանը ակնհայտ է թույլ տվեց Ադրբեջանին հարձակվել մեր վրա, հիշում եք 2016 թիվ ապրիլ ամիս, աղազանգները գալիս էին, բայց իսկական հրաժարումը մեզանից եղավ 2020 թվին, հիշում եք հայտնի հայտարարությունները Պուտինի, ում է պատկանում Ղարաբաղը, հայտնի հայտարարությունները այն ժամանակվա պաշտպանության նախարարի Ռուսաստանի Շոյգուի, որ Թուրքիայի հետ ուժեղ ռազմական օպերացիա անցկացրեցին հայերի դեմ Ղարաբաղում, այդ հայտարարությունը ցույց տվեցին, որ իրանք մեզանից թեքվեցին։ Ուստեղ պետք է մտածեցին ինչ անել, քանի որ տեսար քո հարցը շատ կարևոր է, ինչ հետևանքների բերեց։ Առաջի հետևանքը, որ մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, պատմական հայրենիքի, նույնիսկ եկեք լինենք ռեալիստական, մենք խոսում ենք ու ճանաչում ենք մեր տարածքը, այսօրվա Հայաստանի եւ այլ, չսկսենք, ասենք ինչ-որ մեծ հավակնություններ ունենալ, բայց նույնիսկ եթե այդ կոնտեքստով նայենք, Ռուսաստանը թույլ տվեց, որ 200 քառակուսի կիլոմետր մեզանից օտարեն, այդ 200 քառակուսի կիլոմետրի դեպքում նույնիսկ հայտարարություն քաղաքական չի արել, ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ-ը, տես այն, որ Ռուսաստանը մեզանից միակողմանի հրաժարվեց, հետևանքները դու տեսնում ես, դա արձագանքվեց եւ տարածքային մեր կորուստներով եւ այսօր տնտեսական կորուստներով։ Ի վերջո, ճիշտ է խոսանք, մեր տնտեսությունը հիմա ակտիվ զարգանում է, բայց չխաբենք իրար, այն, որ շուկան ռուսական փակված է, դրա հետևանքները մենք ձեզ հետ բոլորս կզգանք մոտավորապես նոյեմբեր-դեկտեմբերին։ Ու դա ասում են նաև մասնագետները, քանի որ այդ փակումը մեր ապրանքների առջև չի կարող մի օրում ազդեցություն ունենալ, բայց մի քանի ամսում իր ազդեցությունը կտա, մենք մեր մաշկի վրա կզգանք։
Պարոն Գրիգորյան, դուք ասում եք բալանսավորված քաղաքականություն է վարում, բայց արդյոք այս աշխարհաքաղաքական իրավիճակում ընկալելի է Հայաստանի դիրքավորումը։ Կառավարության ծրագրում նշված է եւ Ամերիկա, եւ Եվրամիություն, եւ Չինաստան, եւ Իրան, եւ Շանհայի կազմակերպություն, եւ ԵԱՏՄ, եւ ԵՄ։ Միայն մի բան արձանագրենք, որ Թրամփը ասում է, ով Իրանի հետ գործ ունեցավ, ծանր հետևանքների մեջ է ընկնելու իր այս նոր տնտեսական պատժամիջոցների շրջանակներում։ Հայաստանն էլ Իրանի հետ ներողություն, Միացյալ Նահանգների հետ ունի ակտիվ փոխգործակցություն TRIP-ի շրջանակներում։ Սա ինչ խնդիրներ կարող է առաջացնել, որ Հայաստանը բոլորի հետ փորձում է լավ լինել։ Ну, նայ, ես երբ որ ասեցի Հայաստանի կառավարությունը բալանսավորվող քաղաքականություն է վարում, փորձում է բալանսավորել, ես չասեցի, որ ես միանշանակ համաձայն եմ այս քաղաքականության հետ։ Ես ուղղակի փորձեցի բացատրություն տալ այն փաստի, որ այդ ցանկում պետությունների ում հետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մոտ ժամանակներս ռազմավարական այդ հարաբերությունները խորացնել, այդ ցանկում կային եւ Միացյալ Նահանգները եւ Իրանը։ Ես մենակ ֆիքսեցի փաստը։ Այո, բալանսավորել դու ինչ որ ժամանակ կարող ես։ Կարող ես։ Իրոք, աշխարհը ալեկոծվող է, անընդհատ ամեն ինչ փոխվում է։ Ես մի օրինակ բերեմ, երբ որ ես կարդում եմ պարոն Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները Իրանի հետ կապված, նույնիսկ ես մեծ փորձ ունեցող մարդ ապշում եմ, բարիս բուն իմաստով, խճճվում եմ։ Ինքը օրը մեջ ասում է ինչ որ բաներ Իրանի հետ, որոնք բոլորը իրար հետ հակասող են։ Պատկերացնում եք, մի նախագահ ասում է Իրանի մասին, ասենք 10 օրում 8 հատ հայտարարություն, բոլոր 8-ը իրար մեջ էլ հակասող են, կարող են դասական օրինակները բերել, երբ որ ինքը ասեց, որ այս նոր հոգևոր առաջնորդը Ալի Խամենեի տղեն վատ տղա չի, մենք իրար հեսա կհասկանանք։ Դա եղել է, ասենք, մի ամիս առաջ։ Հիմա 3 չառաջորը ինքը ասեց, որ սրանք հիվանդ մարդիկ են, այդ իրանց ղեկավարությունը։ Հասկացաք, դες մենք ապրում ենք աշխարհում, որտեղ որ նույնիսկ հզոր երկրների ղեկավարները բավական բարդ վիճակում են, փոխում են իրենց կարծիքը, այսօր մի բան են ասում, վաղը մյուս բան, ու դա հեշտ կյանքից չի, հենց բարդ կյանքից է։ Դες նույն Թրամփը ոգևորվում է, հետո պարզվում է իրան խափում են, հետո ինքը նյարդացած արձագանքում է, ու ոչ միայն ինքը։ Նայեք հիմա Իսրայել, Թուրքիա լարված իրավիճակ։ Իսրայելը հարվածեց Սիրիայում այն զորքերին, այն տեղերը, որտեղ որ թուրքերը ուզում են մտնել ուժեղանալ Սիրիայում, Իսրայելը ասում է թուրքերը չպետք է մտնեն։ Սիրիան թող խելքի գա իր ճանապարհով։ Թող թուրքերը դուրս բարի բուն իմաստով հարված տվեցին ահա որ ուժեղ ու պատկերացնում եք Էրդողանի արձագանքը։ Մի օր Էրդողանը ասում էր մենք իրանց կոչնչացնենք, հիմա Էրդողանը ասեց, բայց էսքի է քեզ դեպի բանանում։ Բայց ուղղակիորեն երբ էր մի 10 օր առաջ որ Էրդողանը ասեց մենք Իսրայելը կոչնչացնենք, դրանից հետո զանգեց Դոնալդ Թրամփը, հիմա տոնը փոխվեց։ Հիմա ինչ ասեմ։ Ոնց վերլուծեմ այս իրավիճակը, երբ որ ամեն ժամ ամեն ինչ փոխվում է։ Ուրեմն բալանսավորվող քաղաքականությունը ես դա կանվանեի այլ տերմինով բազմավեկտոր, վատը բան չի, բազմավեկտոր քաղաքականությունը, բայց դա չի կարող աշխատել հավերժ։ Օրինակ, ֆինանսների նախարարը Միացյալ Նահանգների, դուք գիտեք ինչքան ազդեցիկ դա դեմք է, եւ Թրամփը բարի բուն իմաստով այսօր մի օրվա մեջ արեցին մի հայտարարություն շատ կարեւոր, ամեն մեկը մի հատ հայտարարություն, որ հիմա այս սանկցիաները, որ մենք կիրառում ենք Իրանի դեմ, մենք ուշադիր կհետևենք։ Բոլոր մեր դաշնակիցները պետք է մեզ միանան։ Եթե չեն միանում, ուրեմն մեր դաշնակիցները չեն։ Ու ես խորհուրդ եմ տալիս մեր կառավարությանը ուշադիր հետևել այս վերջի այսօրվա երեկվա հայտարարությունների։ Քանի որ դու այդ օրինակը հիշեցրեցիր քո հարցով, որ ասենք այս վիճակում Իրան Միացյալ Նահանգներ ոնց կարաս բալանսավորել։ Այդ օրինակը ես բերում եմ գիտես ինչի, ցույց տալու որ կան հարցեր, երբ որ բալանսավորում դու չես կարողանալու անել, պետք է ընտրություն կատարես։ Նույնը հիմա անում է Ռուսաստանը։ Ռուսաստանը ինչ է ասում։ Մեծ հարցով, այո, իրանք հիմա մեզ համար թշնամի պետություն են։ Ճիշտ է խոսան։ Բայց դու չես կարող ասել, որ խաղ են տալիս։
Ռուսաստանը ասում է այդ տղեկ, հիմա ասեք դուք գնում եք Եվրոմիության, թե ԵԱՏՄ։ Դες Ռուսաստանը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ որ ժամանակ բալանսավորել, ինքը կարող է ասենք 10 տարի, ասենք 5 տարուց հետո նոր դիմում գրի Եվրոմիության անդամակցության, չէ՞, դրանից հետո խաղի կանոնները կփոխվեն։ Ինքը չի անում Նիկոլ Փաշինյանը ու ասում է ինչ եք ինձանից ուզում, ես ինչա մտնում եմ Եվրոմիություն, ինչա ձեզ հուզում։ Հիմա Պուտինն էլ հասկանում է դա, որ չտա Նիկոլ Փաշինյանին հնարավորություն բալանսավորել, ասում է չէ, դու հիմա հանրակրվե անցկացրու։ Ու ես քեզ ճիշտ ասեմ, չնայած որ մեր իշխանությունները փորձում են համոզել Ռուսաստանը, փորձում են ներկայացնել այս սահմանի փակումը որպես իրոք, որ մեր ապրանքները իբր չեն համապատասխանում առանձին ապրանքները ստանդարտների, կարող է առանձին ապրանքները չեն համապատասխանում։ Մերոնք ուզում են ներկայացնել, որ դա ոչ միայն քաղաքական որոշում է, ես պնդում եմ դա քաղաքական որոշում է, Պուտինը չի բացի սահմանը, միջև մենք հանրակրվեք չանցկացնենք, չասենք այո թե ոչ ԵԱՏՄ-ին կամ Եվրոմիությանը։ То есть նայ այս բալանսավորումը, որը տանում է մեր կառավարությունը, դրա հակաքայլերը հիմա ես տեսնում եմ Ռուսաստանից ու մասամբ Ամերիկայից։ Ամերիկացիք են ծանր վիճակում են։ Հիմա իրանք ասում են, դե հիմա ասեք, դուք մեզ հետ եք թե ոչ, ընտրություն կատարեք։ Ուրեմն բազմավեկտոր քաղաքականությունը վատ բան չի, կառավարությունը փորձում է կողմորոշվել աշխարհում, զգուշավոր լինել, այ դու շատ լավ ասեցիր Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու, չդառնալու, նույնիսկ այդ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը այս կառավարության ծրագրում, բայց միտքս իմ ասածը հասարակ է։ Դու պետք է առանձին հարցերում, առանձին երկրների հետ որոշում կատարես, ինչ որ պայից, այդ պահը մոտենում է ու մյուս վտանգը, որը միշտ էլ կա ու բոլոր խաղացողների առջև կանգնած է, պետք չի մտածել, որ միայն Հայաստանի առջև։ Գիտես ինչ խնդրեմ կարող է լինել։ Կարող է լինել խնդրեմ, երբ որ ինչ որ քո առջև վտանգ առաջանա ու բոլորը ասեն, դե գիտես ինչա, դու հիմա ստրատեգիկ համագործակցություն մեզ հետ ունես, Չինաստանի հետ ունես, Ռուսաստանի հետ։ Չինաստանը կասի, թող Ռուսաստանը քեզ աջակցի, Ռուսաստանը կասի, թող ամերիկացի քեզ աջակցեն, դու ունես ռազմավարական պարտներություն, չէ՞, անընդհատ RS-ով է տալիս, որ իրանք մեզ օգնում են, թող հիմա իրանք օգնեն։ Դες վտանգ կա, որ այն X ժամը որ գա, ինչ որ վտանգ լուրջ առաջանա ու անպայման չի պատերազմ, դա կարող է էներգետիկայի ոլորտից լինի, դա կարող է կիբեր հարցակում լրջագույն լինի, այդ ռազմավարական պարտներների թիվը այդքան մեծ լինի, որ մարդիկ իրար վրա գցեն պատասխանատվությունը, կասեն թող ուրիշները լուծեն։ Բայց նորից կրկնով, այս փուլում կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանի մոտ մանևրել։ Դուք որ ասում եք աշնանը մենք կտեսնենք Ռուսաստանի գործողությունների հետևանքները, ինչ է սպասվելու։ Ես կարծում եմ կարող են աշխատատեղերի կրճատում լինել, այս արտահանող ընկերությունները, նաև արտադրողները, դու գիտես մի խնդրեմ կա, այդ լուրջ խնդրեմ է։ Իրոք շատ դժվար է որոշել ում աջակցես այդ կառավարության աջակցությունը։ Ու կառավարությունը ընտրեց արտահանող ֆիրմաները, չէ՞, ով արտահանում է, իրենց աջակցում է, քանի որ իրանք հիմա տուժում են, չէ՞։ Չեն կարող ապրանքը տեղափոխել, եկամուտ ստանալ, շարունակել աշխատել, բայց արտադրողը, ու իրան հիմա ոչ ոք չի աջակցում։ Հիմա մարդը, որը օրինակ 100 տոննա խաղող ծնում էր, ստեղծում էր, աջակցնում էր, հիմա բարձր մյուս սեզոն 100 տոննա չի աջակցնի, քանի որ շուկան փակ է, իր ապրանքը իր վրա նստեց, մնաց իր վրա, նույնը կանեն այլ բանջարեղեն արտադրողները, աճացնողները կներես, կատնամթերքի արտադրողները, քանի որ Ռուսաստանի շուկան իրոք մեծ հատված էր մեր էքսպորտի, ինչ եմ ասում, այո, կարող են լինել եւ կրճատումներ աշխատատեղերի, կարող են ֆիրմաները փակվել ստիպված, քանի որ եթե դու եկամուտ չունես, եթե շրջանառություն չկա, ստեղ պարզ է, մի հարց կա, որ շուկաները պետք է ինչքան կարելի է արագ ընտրել, բայց ես ստեղ չեմ տեսնում շարժ։
Չեմ տեսնում, կարող է արվում է գործ, մենք չենք տեսնում, բայց ես չեմ տեսնում, միգուցե դա օբյեկտիվ խնդրեմ է, դու ինձանից լավ գիտես, այդ լոջիստիկ ճանապարհների, լոջիստիկան դժվար բան է, գտնել նոր ճանապարհներ, նոր հնարավորություններ, ու եթե այլընտրանքները արագ 1-2 տարում չլինեն, մենք մի քանի ամիս հետո կզգանք դա եւ աշխատատեղերի կրճատման հարցում եւ սոցիալական առանձին խմբերի մոտ ծանր վիճակ։ Օբյեկտիվ է դա, ես դրանը պատճառով չեմ քննադատում իշխանություններին, օբյեկտիվ է Ռուսաստանը իր ազդեցությունը փորձում է օգտագործել թույլ տալ, որ մենք զարգանանք, բայց դու պետք է ճկուն լինես, օրինակ ես չգիտեմ այն նոր շուկաների որոնման հարցը ոնց է գնում։ Մենակ լսում եմ առանձին հանդիպումների մասին, էկոնոմիկայի նախարարի, այլ պաշտոնյաների, ասենք արաբական աշխարհի ներկայացուցիչների, Իրանի հետ, Վրաստանի փորձ ինչ որ աշխատանքի Եվրոմիության արվում է, բայց ես չգիտեմ ինչ վիճակում է ստացվում է մի բան, չգիտեմ։ Պարոն Գրիգորյան, եթե Հայաստանը չի անում այդ հանրաքվեն, հա, ինչ է տեղի ունենում, խստացնում են պատժամիջոցները մյուս երկրները, թե ԵԱՏՄ, թե չեն միանում Ռուսաստանին, միայնակ են թողնում նրան այս հարցում։ Դու գիտես, այն այցելությունները, որոնք արեց Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի շրջանակներում, հիշում ես, վերջինը օգոստոսի 7-ին Ղրղստանում էր։ Դա միջկառավարական նիստ էր ԵԱՏՄ-ի, պատահական չի։ Ինքը Ղրղստան գնաց ոչ միայն նրա համար համոզելու Ռուսաստանի վարչապետին, որ բացեն սահմանը։ Պարզ է, վարչապետը Ռուսաստանի ոչ մի բան չի լուծում, լուծում է Պուտինը, բայց այնուամենայնիվ ինքը գնաց։ Ինքը գնաց նաև աշխատելու Ղրղստանի հետ վարչապետի, Ղազախստանի վարչապետի հետ, Բելարուսից լավ բան պետք չի սպասել, բայց Ղրղստանի, Ղազախստանի վարչապետների համար ինքը նաև գնաց։ Ինքը այնտեղ ելույթ ունեցավ, հետո ավելի ուշ հիշում ես, էկոնոմիկայի նախարարը մի քանի օր առաջ եղել է այնտեղ նիստ էր գյուղատնտեսական հարցերով Ալմաթայում, նիստ էր ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչի գնաց մեր էկոնոմիկայի նախարարը, որ այնտեղ աշխատի ոչ միայն Ռուսաստանի պատվիրակության հետ, նաև Ղրղստան, Ղազախստան, որ իրանք մեր դեմ չլինեն, որ օրինակ դու շատ ճիշտ, շատ նուրբ հարց էր, օրինակ մենք չենք անում հանրաքվե, Պուտինը ջղայնացած է, Պուտինը կուժեղացնի սանկցիաները, բայց ինքը մեզ համար կարևորը, որ չկարողանա համոզել Ղրղզներին եւ Ղազախստանը, չկարողանա ուժեղացնել, քանի որ այն նամակը առաջարկը, որ մենք անենք հանրաքվե, ստորագրեցին նաև Ղազախստանի նախագահ, Ղրղստանի նախագահ, Բելարուսի նախագահ, չէ, Ռուսաստանի Պուտինի հետ միասին։ Ուրեմն ստեղ խնդիրներ կան, բացի դրանից չմոռանաս, որ գագաթնաժողովը ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կլինի դեկտեմբերին, կարող են այնտեղ որոշումներ մեր դեմ լինեն, միջ այդ նոյեմբերի 11-ին գագաթնաժողով կլինի հապկի հարցն էլ պետք չի մոռանալ, առանքում Ռուսաստանը կարող է ստեղ փորձի մեզ ճնշել, ուրեմն բարդ է, դժվար է ասել, բայց որ Ռուսաստանը հետ չի կանգնի, ես կասկած չունեմ։ Նույնիսկ այդ երկրները կարող է փորձեն համոզել Պուտինին, որ կտրուկ քայլերի մեր դեմ չգնա, բայց իրանք չեն կարող փոխել Պուտինի որոշումը։ Եվ գալով ներքաղաքական թեմաներին, պարոն Գրիգորյան, ինչպես եք մեկնաբանում անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխությունը։ Ես դժվարանում եմ ասել, ես կարծում եմ, այդպես գիտես, նաև գործող իշխանությունները կադրային քաղաքականությունում բավական դինամիկ են, եթե դու նկատել ես լիքը նոր մարդիկ բերվեցին նաև ազգային ժողով, այ քաղաքապայմանագրի ֆրակցիայում նոր երիտասարդ պատգամավորներ կան, դու գիտես, հիմա լիքը կառավարությունում փոփոխություններ են, նաև փոխնախարարներ բերվում են ավելի երիտասարդ, այդ դինամիկան մենք տեսնում ենք բավական դինամիկ է։ Ես կարծում եմ Ալեն Սիմոնյանին նշանակեցին նաև այն պատճառով, որ ինքը
մեծ դեր է ունեցել ազգային ժողովի աշխատանքի մեջ, այս վերջին 5 տարվա մեջ շատ ու շատ իր վրա հարվածներ է վերցրել, հիշում եք Ռուսաստանի հարաբերություններում, ու դա գնահատվեց ու ի վերջո որոշեցին, որ ինքը չմնա այդ մեծ process-ներից դուրս, բայց ես չեմ կարծում, որ դա ինչ որ բացասական իմաստով մեկնաբանում է այն փաստը, որ Արմեն Գրիգորյանը հիմա պաշտոն չունի։ Ես կարծում եմ, որ Արմեն Գրիգորյանի հարցը նաև կլուծվի, բայց նորից կրկնում եմ, այդ փոփոխությունը կապված չի նրա հետ, որ նախկին անվտանգության խորհրդի քարտուղարը վատ էր աշխատում, դա դրա հետ կապված չի։ Ուղղակի Ալեն Սիմոնյանին չուզեցին թողնել այդ մեծ process-ներից դուրս, քանի որ սպասում են մեծ process-ներ, նաև ներքին քաղաքականության հարցերում շատ մեծ process-ներ։ Շատերը չեն ուշադրություն, գիտես ինչի վրա դարձնում։ Չեն դարձնում ուշադրություն մեկ փաստի վրա։ Երրորդ անգամ քաղաքապայմանագիրը կռում է, հաղթող է դուրս գալիս ընտրություններում։ Առաջին երկու անգամը ինքը հաղթող էր դուրս գալիս սահմանադրական մեծամասնությունով։ Դա ավտոմատ բերում էր նրան, որ գրեթե բոլոր հանձնաժողովների նախագահները քաղաքապայմանագրից էին։ Ոչ մի տեղակալ չէր կարող լինել ընդդիմությունից։ Դա սահմանադրական այդ ֆորմուլան, որը կա, որով որոշվում է որ տեղերը ումն են, չէ, բայց դա դոնթի բանաձևով է բաժանվում այդ հանձնաժողովների բաները, տեղերը եւ անկախ նրանից սահմանադրական մեծամասնություն է թե ոչ, ընդդիմությանը պետքա տեղեր հատկացնել։ Ոչ, դա ուրեմն սխալ ինֆորմացիա ունես։ Սահմանադրական, դե դու ռապորտեմ դու կհասկանաս ինչ եմ ասում։ Սահմանադրական մեծամասնությունը բերում էր նրան, որ այդ տեղերը, որոնք պետք է տրվեն, ընդդիմությանը շատ քիչ են։ Էս եմ ես ասել։ Մեր ասածը քո չի հակասում։ Հիմա պատկերացնում ես, հիմա չկա սահմանադրական մեծամասնություն, ավելին հազիվ 60% հավաքի իշխանությունը։ Դա կայուն մեծամասնություն է, բայց 60% է, 67 չի, 70 չի, չէ՞։ Ավտոմատ դա բերեց նրան, որ ընդդիմադիրները հիմա այն նույն ֆորմուլայով, բանաձևով պետք է ստանային տեղակալի տեղ, տվեց քաղաքապայմանագիրը ստիպված քվեարկեց ու 4 հանձնաժողովի նախագահների տեղերը ընդդիմությանը կլինեն։ Մեկը քվեարկեց, դու գիտես, Հայաստան խմբակցության այդ տեխնացուին մարդու իրավունքների հանձնաժողովի համար։ Դες իմ ասածը շատ հասարակ էր, քանի որ տոկոսը ձայների պարլամենտի ներսում ընկավ քաղաքապայմանագրի ավտոմատ ավելի շատ տեղեր կարևոր հիմա կանգնեն ընդդիմադիրներին։ Ինչքան էլ չքվեարկեցին այդ 3 տեղերի համար դեր ուժեղ Հայաստանի այդ 3 տեղերի 3 հանձնաժողովների, ի վերջո ստիպված կլինեն քվեարկել կամ լեգիտիմությունը հարցականի տակ կլինի, եթե չքվեարկեն, ու դու ճիշտ ես, այդ ֆորմուլան շատ խիստ է, պետք է օրենքը հարգես, եթե այդ օրենքը չփոխես քաղաքապայմանագիրը, չփոխես։ Բայց նայի ինչ որակական, դա ինձ հավատա ոչ միայն քանակական, որակական փոփոխություն է։ Հիմա ստացվում է, որ 5 բարձր պաշտոնյաներ զբաղեցնում են ընդդիմությունը, կզբաղեցնի ընդդիմությունը։ 2-ը վերցրեցին, 3-ն էլ հիմա քննարկվում է ու միջև վաղը ինչքան հասկանում եմ կքվեարկեն, կանցնեն։ Այդ նոր իրողություն է։ Իշխող ուժի համար նոր իրողություն է, որտեղ որ ոչ թե իրանք գերիշխում են ազգային ժողովում ու երբ որ ունեին, հիշում ես, սահմանադրական մեծամասնություն, այն 2 ընդդիմադիր ուժերը ունեին մի հատ տեղեր, չէ՞, այդ նախագահների հանձնաժողովի։ Հիմա 4 հատ տեղ գումարած բան ու չմոռանաս բոլոր տեղակալների տեղերը, որտեղ որ հանձնաժողովները գլխավորում են քաղաքապայմանագիրը, տեղակալները կլինեն ընդդիմությունից։ Այդ իմաստով այս ազգային ժողովը տարբերվում է ու նոր իրողություն է։ Քաղաքապայմանագիրը պետք է ադապտացվի ու իր աշխատանքը տանի նոր իրողությունների ու քեզ ասեմ, հիմա չի լինի ոնց եղել է նախկինում, որ աշխարհը ստանում էր ինֆորմացիա Հայաստանի մասին մեր պարլամենտի միջոցով առաջի հերթին,
աշխարհստանում է ինֆորմացիան քաղ պայմանագրի միջոցով միայն։ Հիմա կստանա ինֆորմացիան նաև ուժեղ Հայաստանի միջոցով, Հայաստանի դաշինքի միջոցով, այդ ֆրակցիայի ու ինչ իրանք կասեն, մոտավորապես դու գիտես աշխարհին ու շատ բան փոփոխություններ կլինեն։ Ինչու իշխանությունը, տեսեք, մի կողմից ասում են, որ խնդիրներով ընտրված է ընդդիմությունը, հետո ասում են, բայց սա իրենց տեղերն է, իրենց է հասնում եւ պետք է ապահովենք այդ քվեները, իսկ վերջում չեն ընտրում։ Սա ինչով է պայմանավորված։ Դա շատ լավ հարց է։ Այստեղ երկու հանգամանք կա։ Իմ կարծիքով մի հանգամանքը, որ իրոք այդ կոնկրետ տեխնացուները անընդունելի են քաղ պայմանագրի համար։ Դավիթ Ղազինյանը ու այն կինը, որը հիշում եք առաջադրվեց Եվրոինտեգրացիայի հանձնաժողով, քանի որ ինքը պատկերացնում ես դրոշը Արցախի դրոշով էր ինքը, իր դիրքորոշումը հստակ է ու մի կողմից կարծես թե անդիմադիր է, իշխանությունը իր համար պատասխանատվություն չի ունի, բայց ես կարծում եմ, որ իշխանությունները չեն ուզում ունենալ բարդություններ նույն Ադրբեջանի հետ։ Անընդհատ Ադրբեջանը կհիշեցնի, կասի այ նայեք ձեզ մոտ ներսում անընդհատ հիշեցնում են Ղարաբաղը, ուրեմն դուք չեք հարվում մեր տարածքային ամբողջականությունը, մինչդեռ այդ խաղաղության process-ը Նիկոլ Փաշինյանի համար իրոք շատ կարևոր է, դե մեզ համար բոլորիս կարևոր է։ Ես կարծում եմ այս անգամ իրոք տեխնացուները անընդունելի են։ Դավիթ Ղազինյանի դեպքում նաև հասկանում ես, որ անընդունելի էր, քանի որ ինքը այդ էլեկտրոցանցերի Հայաստանի էլեկտրոցանցերի տնօրենն էր, ստեղ կան վեճեր, հակասություններ դիրքորոշման մեջ կոշտ, դա էլ նաև պատճառը։ Ես կարծում եմ ստեղ այնուամենայնիվ տեխնացուների, եթե հիմա լինեն այն տեխնացուները, որոնք ավելի ընդունելի են, կքվեարկի քաղ պայմանագիրը։ Բայց ամենաճիշտ քայլը գիտես ով արեց։ Հայաստան խմբակցությունը։ Երբ որ իրանք ասացին, եթե դուք չքվեարկեք Լիլիթ Գալստյանի համար, մենք էլ տեխնացու չենք բերի։ Ուզած քվեարկեցին ու չսկսեցին ասել, որ Լիլիթ Գալստյանը լավն է, թե վատն է։ Այդ իմաստով ուժեղ Հայաստանը իմ կարծիքով քաղաքական սխալ արեց, որ այս ձևի հայտարարություն ճարեց մինչև ընտրությունները։ Եվ խորհրդարանի ինչպիսի աշխատանք է ակնկալում, անկախ նրանից, որ պետք է ունենան հասուր ելույթներ, կոշտ քննադատություններ, բայց առողջ կլինի այդ ամենը, թե նախկինի նման ինչ-որ խնդրահարույց իրավիճակ է լինելու։ Ես կարծում եմ նախկինի նման կլինի ծանր վիճակ, բարբերաբար մենք կտեսնենք նույնիսկ տուրը դմփոց, այս դու գիտես, նիստերը սկսվեցին օգոստոսի 2-ից, չէ, ձևավորումը սկսվեց, այս 18 կամ 17 օրվա մեջ նվազագույնը 3 անգամ սրումը մենք տեսանք, բրդբրդոց, վիրավորական խոսքեր, գիտես ինչու ես լավ բան չեմ սպասում, քանի որ ընդդիմությունը ռուսամետ, ինքը չի փոխվի, ինքը չի գնա ինչ-որ քայլերի մեղմացում, հարաբերությունների կառուցողական, քանի որ իրանց նպատակը այլ է ու ես պնդում եմ, ինչ են չասեն իրանք կշարժվեն Կրեմլի քայլերով, Կրեմլը ինչ կուզենա իրանք կանեն, չեմ ասում, որ անպայման այդ հրամաններ գալիս են, բայց իրանք շատ ուշադիր կհետևեն Կրեմլի ցանկությանը ու ստեղ Կրեմլի քաղաքականությունը կփորձեն նորից տանել, ստեղ մենակ մի բան կա, խախտ կա, եթե դու նկատել ես վերջի ժամանակներս երկու ֆրակցիաներն էլ ուժեղ Հայաստան քիչ են խոսում Ռուսաստանից, Ռուսաստանի քաղաքականությունից, մեղմացնում են, շրջանցում են այդ թեման, դա էլ տակտիկական պայքար է, բայց լավ բան չեմ սպասում ու համարում եմ ավելի, ես համարում եմ այս ազգային ժողովը դա վտանգ է մեր պետականության համար, դա միտումնավոր չի, դա միտումնավոր չի ստացվի այդպես, դա արտացոլում է այն լարված բավական բևեռացված վիճակը, որը կա նաև հասարակությունում, ու դա ի վերջո արտացվեց, բայց դա վտանգ է, հասկանում ես,
Երբ որ ընդդիմությունը ինչ որ հարց բարձրացնում է, սկսում է պատասխանել մեր իշխանությունները այդ մեղադրանքներին, հաճախ այդ մեղադրանքները հիմքեր չունեն, բայց սկսում են պատասխանել։ Սկսվում են արվել սխալներ։ Օրինակ ես քեզ արտաքին հարաբերություններից մի օրինակ բերեմ։ Մի պատգամավոր ասաց, որ այ օրինակ Իրանի հետ թրիփ ծրագիրը Իրանը ընդունում է։ Ոչ մի խնդիր չկա։ Քեզ ասեմ ով արձագանքեց, ինձ շատ վախացրեց, ես իմ մեսեջը ուղարկում եմ կառավարությանը, անպայման խոսացեք այդ մարդկանց հետ։ Եթե արձագանքեր Իրանի արտգործ նախարարությունը, ես հանգիստ կլինեի։ Մերոնք կաշխատեին, կբացատրեին, դե հիմա պատգամավորը ասեց էլի, հա, նույնիսկ իշխող ուժի պատգամավորը ասեց էլի, բայց արձագանքեց իսլամական հեղափոխության կորպուսի գեներալներից մեկը։ Ու ինքը ասեց, ասում է, ես ինչ են խոսում հայ պատգամավորները։ Մենք չենք ընդունի տրիպը։ Մենք հավատում ենք Հայաստանի կառավարությանը։ Դա է պատճառը, որ մենք համբերատար հետևում ենք ամերիկացիք կբերեն ստեղ ուժային կառույցներ, թե ոչ, հույսով ենք, որ հայ սահմանապահները կվերահսկեն process-ը, բայց Աստված չանի, այդպես էլ ասեցին, եթե լինի ինչ որ ուրիշ բան, մենք նույն ձևով ոնց պայքարում ենք Պարսից ծոցում, նույն ձևով Հարավային Կովկասում կպայքարենք ամերիկացիների դեմ։ Միտքս ինչու՞մ է։ Այս բևեռացումը իրար տալը ուշադրությունը շեղում է դրսի վտանգներից։ Այդ իմաստով ես պնդում եմ այս պարլամենտը խնդիր է մեր հայ ժողովրդի համար։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն, Նարեկ։